Պարոն Քոչինյան, ըստ էության վերջին օրերին տիրող իրավիճակից հետո, երբ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի շարք հայտարարություններով եկեղեցականների հետ կապված նրան հետ, որ կուսակրոնության ուխտն են խախտել եւ Գարեգին-բեի հետ կապված եկեղեցին խախտած լրությունը, երեք մայրաթորը հանդես եկավ հայտարարությամբ։ Նախ ընդհանուր առմամբ ինչ եք առանձնացրել եւ սպասելի էր այդ պատասխանը։ Գիտեք, շատ հաճախ զոհ գնալով ընթացիկ այս փոխհրաձգություններին կամ արվող հայտարարությունների բովանդակությանը կարելի է մոռանալ, թե ի վերջո ինչ process-ի մասին է գնում խոսքը եւ այս process-ը ինչի արդյունք է։ Process-ը արդյունք է նրա, որ Հայաստանյան Առաքելական եկեղեցին իր գրեթե ամբողջ ղեկավար կազմով եւ ի մասնավորի կաթողիկոսով բուրըն ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալել, ընդ որում ծավալել է ընդդիմադիր արմատական ընդդիմադիր կեցվածքով քաղաքական գործունեություն, քաղաքական հարվածներ է հասցնում կառավարությանը եւ իշխող թիմին, եւ կառավարությունն ու իշխող թիմն ի պատասխան քաղաքական հարվածներ են հասցնում եկեղեցուն եւ դրա ղեկավարին կաթողիկոսին։ Այսինքն այն պահից սկսած, երբ որ եկեղեցին սկսել է այդ քաղաքական հարվածները հասցնել, եկեղեցին այլևս չի կարող այն տոնով հայտարարել, թե դուք իրավունք չունեք խառնվելու եկեղեցու գործերին կամ մեր կուսակրոնությունը մեր գործն է կամ մեր գործը չէ եւ այլն եւ այլն։ Հասկանում եք, նույն բառի միջած տեղի նույն ժամանակին փաստաբանների հետ։ Երբ որ փաստաբանները անում էին մաքուր քաղաքական հայտարարություններ իրենց պաշտպանյալների վերաբերյալ, հետո ստանում էին քաղաքական հակահարված, ասում են, բայց ես փաստաբան եմ, դուք ինչ իրավունք ունեք ինձ պատասխանելու կամ ին վերաբերյալ կարծիք հայտնելու կամ հայտարարություն անելու։ Ախր այդ կարմիր գիծը որ բայից որ ինստիտուտը, մարդկանց խմբերը անցնում են եւ սկսում են քաղաքականությամբ զբաղվել եւ ինչպես նշեցի, հստակ քաղաքական հարվածներ հասցնել։ Այդ պահից սկսած իրենք չեն կարող թաքնվել իրենց ինստիտուտների, կարգավիճակի, դիրքի, պաշտոնի հետևում եւ ասել իմ պաշտոնը կամ իմ դիրքը կամ իմ կառույցը անձեռնմխելի է, դուք իրավունք չունեք դրա վերաբերյալ որևէ բան ասել։ Դրա միակ ճանապարհը այն է, որ եկեղեցին չզբաղվի քաղաքականությամբ եւ առավել եւս արմատական, այսպես ընդդիմադիր դիրքորոշում չզբաղեցնի կառավարության կողմից վարվող քաղաքական գծի նկատմամբ։ Ես իհարկե հասկանում եմ ընդդիմության, այսպես գիտեք, քաղցը կամ ուրեմն ասենք գրավչություն ընդդիմության տեսանկյունից գործիքայնացնելու է ամեն ինչը, ասելու այ տեսեք կառավարությունը այնքան ուխտադրուժ, չգիտեմ, հայադավ, ազգադավ քաղաքականություն է վարում, որ անգամ եկեղեցին չի կարողանում մնալ անմասն եւ դա մասը դառնում է քաղաքական process-ների, բայց դա գիտեք ոչ այնքան առնվազն վերջին 2 տարիների իրադարձությունները դա ցույց տվեցին, էլի, որ դա ոչ այնքան դառնում է արդյունավետ քաղաքական գործիք, որքան ուղղակի հավելյալ այսպես նվազեցնում է չեզոքացնում է կամ փշրում է եկեղեցու հեղինակությունը հայկական Հայաստանի հասարակության աչքերում։ Այսինքն օգտագործել եկեղեցին որպես գործիք հարվածելու համար կառավարությանը նույնց եմ ուզում կրկնել, որ դա ինչ-ինչ քաղաքական ուժերի կամ նրանց հովանավոր աշխարհակաղակական կենտրոնների տեսանկյունից կարող է գրավիչ թվալ, բայց դա չնայած այս մարդկանց դա հետաքրքիր չէ, բայց ամեն դեպքում ասենք, դա ընդհանրապես մաշեցնելու է եւ հարվածելու է եկեղեցուն։ Ուրիշ ոչինչ։ Պարոն Քոչինյան, շատ հետաքրքիր բան եք նշում, որ ընդդիմության համար կարող է շատ գրավիչ է, որ ասեն, այ տեսեք, անգամ եկեղեցին սրբություն չունեն, իշխանությունը թիրախավորել է եկեղեցուն, բայց իշխանական շատ падգամավորներ նաև այսօր հայտարարեցին, որ խոսքը ոչ թե հայ առաքելական եկեղեցու մասին, այլ հոգևորականների, նրանց բարեվարկության մասին է։ Եվ այստեղ հոգևորականները իրենք են ասում, որ թիրախավորում են եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին, բայց այստեղ այդ նրբությունը պետք է հասկանալ իրականում Ես նույնիսկ ավելի կկոնկրետացնեի այս խոսակցությունը, կասեի, որ խնդիրը ոչ թե հոգևորականներն են կամ նույնիսկ, չգիտեմ, եպիսկոպոսներն են, հա, սրբազանները, խնդիրը մեկ հոգի է։ Դա հայաստանյաց եկեղեցու ղեկավարն է, Գարեգին երկրորդն է։ Միակ խնդիրը մի հոգի է, այդ մարդն է խնդիրը։ Հայաստանյաց եկեղեցին բավականին բրգաձև կառույց է, եւ որևէ մի պաշտոնյա եկեղեցուն, որևէ մի ծառայող եկեղեցու չի կարող որևէ հայտարարություն անել, գործողության դիմել առանց դրա վերաբերյալ կանաչ լույս ունենալու եկեղեցու ղեկավարից։ Եվ ուրեմն այն ամեն ինչ որ մենք տեսնում ենք, այն հակադրվածությունը Հայաստանի Հանրապետությանը եւ դրա կառավարությանը, որը մենք տեսնում ենք, հստակ մեկ հոգու քաղաքական նախաձեռնությունն է։ Ասեմ ավելին, ես նաեւ կասկածում եմ, որ այն աշխարհակաղակական կենտրոնը, որի մասին ես խոսեցի, մասնավորի Ռուսաստանը, օգտագործում է հայկական եկեղեցին Հայաստանի Հանրապետության դեմ այդ մեկ մարդու միջոցով։
Գիտեք, հայկական եկեղեցին օրինակի տարբերություն վրացական եկեղեցու։ Մեր նախնիները մեզ համար շատ մեծ ժառանգություն են թողել, էլի ինքը ունի շատ լուրջ պաշտպանական մեխանիզմներ այլ եկեղեցիներից, այսպես ազդեցության տակ ընկնելու տեսանկյունից։ Օրինակ վրացականը դա չունի։ Վրացական եկեղեցին այդ հունական ուղղափառության այդ մի մասն է, հա, մեր եկեղեցին շատ ավելի ավտոխտոն է, շատ ավելի ինքնագլուխ է, քան մնացած բոլորը։ Եվ ըստ էության այն խնդիրը, որը որ կա, դա եկեղեցու խնդիրը չի, դա եկեղեցու ինստիտուտների խնդիրը չի, դա մի հոգու խնդիր է։ Հիմա վարչապետն է այդ հարցը բարձրաձայնում օրեր շարունակ, նաև ստատուսներով է հանդես գալիս, որ Գայլին բան պիտի հեռանա, եթե խախտել է այդ կուսակրոնության ուխտը եւ անգամ զավակ ունի դրա մասին այդ խոսակցություններ կան։ Մյուս կողմից էլ եկեղեցին հակագործում է, ասում է դա վարչապետի եւ առհասարակ պետության գործը չի, զբաղվեք ձեր գործով։ Եկեղեցու ներսում մենք կզբաղվենք մեր հարցերով, բայց միաժամանակ չեն հերքում, օրինակ Աջապահյանն ասաց հպարտացավ անգամ, որ դե իհարկե մենք առողջ տղամարդիկ ենք, Թույլ տվեք այդ կեղտոտ լվացքի խոսակցությունների մեջ ամեն դեպքում չմտնել եւ նորից կրկնել միտքը, որ ես սկզբանե ասացի, էլի, որ երբ որ դու սկսում ես զբաղվել քաղաքականությամբ եւ քաղաքական հարվածներ ես հասցնում, դու ստանալու ես նաեւ քաղաքական հարվածներ։ Քաղաքական հարվածներ ստանալու ամենատարբեր ձևերը կան, միջոցները կան, որևէ մարդ անթերի չի եւ ցանկացած մարդու վրա քաղաքական հարված հասնելու հնարավորություն գտնվում է։ Հիմա այդ մնացածը դա, այսպես ասենք, առիթներ են, բաներ, որոնց այդ խոսակցության մեջ ես բացարձակ ցանկություն չունեմ մտնելու, հա, ես ուզում եմ նորից արձանագրել, որ այն պահից, երբ որ կաթողիկոսը սկսել է զբաղվել քաղաքականությամբ եւ հարվածները հասցնում, ուրեմն Հայաստանի իշխանություններին, ինքը չի կարող ասել՝ մի խառնվեք եկեղեցու գործերին, որտեղ ինքը խառնվել է քաղաքական գործերին։ Այդ կարմիր գիծը ինքը հատել է։ Իսկ որտեղ են հակասությունները կաթողիկոսի եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի, այսինքն ինչի հետ հաշտ չեն, որ պայքարում են վարչապետի իշխանափոխությանը հասնելու համար։ Վերջերս նաեւ բարբերաբար խոսում են իմպիչմենտի գործընթացի մասին, անգամ Էդգար Ղազարյանը առաջարկում էր տեխնոլոգիությունը կարելի բերի։ Հակասություններ կան ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ ներքին քաղաքականության վերաբերյալ։ Ներքին քաղաքականության մեջ իմ նկատած առաջին այսպես հակասություններից մեկը դա Հայաստանի Ծառայքելական եկեղեցու պատմության դասագրքի եւ ընդհանրապես առարկայի ապագայի վերաբերյալ խոսակցություններն էին, դա ներքին քաղաքականության մեջ, արտաքին քաղաքականության մեջ այն գիծը, որը որ հիմա տանում է կառավարությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, այս գծի հետ ես տեսնում եմ որոշակի անհաշտություն, ուրեմն հիմնականում Սփյուռքում, իսկ հաշվի առնելով, որ եկեղեցու ֆինանսական հոսքերի կարողության մի զգալի հատվածը հենց Սփյուռքից է գեներացվում, հետեւաբար նաև եկեղեցու պաշտոնական դիրքորոշման մեջ, բայց այստեղ կա նաև մեկ այլ շերտ, ես կարծում եմ, դա, ինչպես ես նշեցի, դա գործիքավորումն է Հայաստանից եկեղեցու եւ իմաստնավորի դրա ղեկավարի հայտնի ուժային կենտրոնի կողմից, որի համար խոշորագույն աշխարհաքաղաքական պարտություն կլինի, եթե տեղի ունենա հայ-ադրբեջանական կարգավորում եւ հայ-թուրքական կարգավորում, որովհետեւ Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցության խարիսխը դա կոնֆլիկտն է։ Այսինքն իրենք Ռուսաստանի շահերն են պաշտպանում։ Ստացվում է, որ այսպես եւ նույնիսկ իրենք չինքը։ Անընդհատ պետքա գիտեք, ես մի քիչ դեմ եմ այդ ընդհանրացմանը եւ իսկապես ինչ որ տենց բոլորին թիրախավորում։ Խնդիրը մի հոգի է, եկեք խոսենք մի հոգու մասին։ Շահագրգռվածությունը, ոգևորությունը առհասարակ Ռուսաստանի շահը պահելու իմաստով ինչու, որտեղ է այդ կապը Ռուսաստանի հետ։ Չեմ կարող։ Օրակարգը ոտնահարել։ Առաջին իմաստով չեմ կարող ասել, կարծում եմ նույնիսկ այդտեղ կարելի է խոսալ ինչ որ հետաքննության մասին, որը որ ինչ-ինչ հարցերի կփորձի պատասխանել, մանավանդ հաշվի առնելով թե իր եղբայրը, եթե չեմ սխալվում, հարազատ եղբայրը, չգիտեմ ոնց է ստացվել, որ մի ընտանիքից երկու եղբայր հայկական եկեղեցու երկու բարձրագույն պաշտոններն են ըստ էության զբաղեցնում, մեկը ուրեմն ամենայն հայոց կաթողիկոսի, մյուսը Ռուսաստանի թեմի առաջնորդի, իսկ հենց երկու հատվածները, որտեղ ամենից շատ հայեր կան, հա, տարօրինակ իհարկե պատմություն է, բայց դա կարա լինի օրինակ Էմարեն օղակը, որի վերաբերյալ կարոշի որ հետաքննություն ուշադրություն դարձնի։ Ինչ վերաբերվում է կարգավորմանը, դա կարգավորումը ես ինչպես նշեցի, դեմ է, որովհետև Ռուսաստանն է այդ կարգավորմանը դեմ։ Որովհետև Ռուսաստանի համար դա ամենավատ սցենարն է այս տարածաշրջանում, եթե այս տարածաշրջանում տեղի ունենում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորում։ Հիմա հարցի հանդիսացումը ինչպես եք տեսնում այս փոխադարձ լծակությունները, ինչպես կարող են ավարտվել, օրինակ Աջապահյանը նաեւ հայտարարեց, որ այս պատերազմում իրենք հաղթելու են, այսինքն ըստ Աջապահյանի սա պատերազմն է պետության դեմ կամ պետությունը եկեղեցու դեմ, դուք ինչ հանդիսացում եք տեսնում։ Ես կարծում եմ Աջապահյանը իրականում եպիսկոպոսած դասի մեջ առանձնանում է նրանով, որ ինչ մտածում է, դա էլ ասում է, շատ հաճախ, եւ ես կարծում եմ դա գովելի
այսպես իրականում բան է, որ ինչ որ շատերը մտածում են եւ չեն ասում, ինքը մտածում է եւ ասում է եւ այո, պետքա ֆիքսենք, որ Գարեգին երկրորդի գլխավորությամբ եւ առաջնորդությամբ եկեղեցին ըստ էության պատերազմ է հայտարարել Հայաստանի կառավարությանը, իշխող ուժին եւ այն գծին, որը որ տարվում է ինչպես եւ մինչեւ էս դա տեղի ունեցել քաղաքական պայքարը հանգուցալուծվում է կողմերից մեկի քաղաքական ջախջախմամբ եւ հիմա ժամանակը ցույց կտա թե այդ կողմը որը կրնի համենայնպես պետքա ֆիքսենք որ նախորդ անգամ այդ ջախջախված կողմը եղավ եկեղեցին Բագրատ Սրբազանի շարժման տապալմամբ Այսինքն հիմա սցենարը կարող է կրկնվել եւ իրենք որ ասում են այս հայտարարությունները կարող է վարկաբեկել եկեղեցու վարկանիշը օրինակ նույն վարչապետի հայտարարությունները դուք ինչպես եք կարծում Ես նորից դուք ինձ անդադ փորձում եք այդ բանը ես չեմ ներքաշվել այդ խոսակցության մեջ բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել տեսեք հայկական եկեղեցու Հայաստանի եկեղեցու հեղինակությանը նախորդ շարժումը նպաստեց թե սասանեց այդ հեղինակությունը Սա ինձ թվում է պետք է լիներ այդ ժողովը որ արվել էր այդ ժողովի ամենամեծ հարցը հիմա մեզ այս ամեն ինչը ոնց որ եկեղեցուն օգուտ է թե վնաս է իմ կարծիքով դա վնաս է եկեղեցուն բայց գուցե իրենք ունեն այլ հաշվարկներ Հիմա պարոն Քոչինյան եթե ամփոփենք ամեն դեպքում եկեղեցականները որոշ հոգևորականներ ասում են որ եկեղեցին այն տարածքն է որ փակ է ու ոչ ոք իրավունք չունի իր քիթը մտցնել այսպես իրենց բառերով ասած բայց վերջին օրերին նաև բարձրաձայնվում են մի շարք խնդիրներ հիմա պետք է առերեսվել դրա հետ թե ոչ պետք է այդ խնդիրները բարձրաձայնել թե ոչ եւ անգամ այս դեպքում պետք է առաջին դեպքի մակարդակով Ես ամեն դեպքում թույլ տվեք չհավատամ այն փաստին որ հիմա այսպես հանկարծ բոլորս առավոտյան զարթնել ենք եւ որոշել ենք որ եկեղեցում կան խնդիրներ որոնք պետք է ազգովի լուծենք վարչապետի գլխավորությամբ ամեն դեպքում ես մնում եմ իմ մտքին որ սա հստակ քաղաքական պայքար է որտեղ եկեղեցին հասցնում է քաղաքական հարվածներ եւ ստանում է քաղաքական հարվածներ ու այդ պայքարի հանգուցալուծումը պարտադիր չէ եւ միշտ չէ որ տեղի ունենալու եկեղեցու ռեֆորմացիա է օրինակ համար կամ եկեղեցում ռեֆորմներով դրա համար ընդհանրապես անհրաժեշտ է որ եկեղեցին շարունակի զբաղվել իր գործերով Իսկ որ դեպքում Գարեգին բան կգնա կհեռանա Ես չեմ կարծում որ կա սցենար որևէ որ Գարեգին բն իր կամքով կհեռանա Իսկ ինչ որ սցենար առհասարակ գոյություն ունի որ Գարեգին բան կհեռանա կամ կհեռացնեն Որովհետև դրա մասին էլ խոսակցություններ եղան վարչապետը մի քանի անգամ այդացավ Ես ճիշտ ասած եկեղեցական իրավունքի մասնագետ չեմ, ես նույնիսկ չգիտեմ հայկական եկեղեցում կա որևէ պրոցեդուրա ֆորմալ կաթողիկոսի հեռացման բացի իր սեփական ցանկությունից, իր սեփական ցանկությունները, ես ինչքան հիշում մոտավորապես 800 տարի է Հայաստանում որևէ կաթողիկոս սեփական ցանկությամբ չի հեռացել։ Վերջին 800 տարվա մեջ կաթողիկոս Միայն մահացել է, ընտրվել է նոր կաթողիկոս, ուրիշ պրոցեդուրա ոնց որ թե չի եղել եւ կդժվարանամ ասել, տեսականորեն անգամ որևէ բան կա թե չէ։ Եվ այս ամբողջը կարող ենք դիտարկել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում եւ ըստ այդմ նաեւ այս դիրքավորումը կապված։ Իհարկե, սա շատ հստակ հենց 26 թվականի ընտրությունների մեկնարկը կարող եք համարել այդ ընտրապայքարի, եթե կուզեք մեկնարկը, որովհետեւ այս պատրությամբ ընդդիմադիր ամենակարող ուժը այո եկեղեցին է։ Այդ խոսակցությունները, որ Աջապահյանին են առաջադրում կամ Գարեգին Բեին են առաջադրում, այսինքն սա կարող է ինչ-որ պահի ավելի լուրջ փուլ մտնել։ Եկեղեցին իր դեմքով կարող է առաջադրվել կամ ինչ-որ մի հոգի։ Ես կարծում եմ պետք չի բացառել նման տարբերակ, շատ տարօրինակ ժամանակներով ենք ապրում։ Ռուսաստանը դա խաղարկում է։ Չեմ բացառում։